այ արդեն առավոտ է։ Այնա իշխան պապեն էլ արդեն անցել է իր գործին, են գյուղապետն է, ինչ բանը գյուղապետը իջել է դուրս այնա գյուղացիների մոտ է։ Դե լավ, դե մի հատ արագ մատիգազ վերցնեմ, գնամ մի հատ արագ ֆերմայումս ինչ պետք է սաղ անեմ։ Բարև ձեզ։ Բարև Ստրեյջը, բարև։ Ուրեմն հիմա մի հատ արագ անցնում են գործի, մի հատ սրանք արագ սնձև եմ անում, վեկալում եմ, արագ, շատ լավ է, սերևին արեքն է իրա քնից արդեն կա հելնի, Ստրեյջը գործը պրծնես մի հատ արի։ Լավ, յուղապետ ջան, շատ լավ, էսի սնձև եմ անում, ու վերջ, այսքան բան, վայ արա, այսենց, մի հատ արագի մեջ հիմա հետ եմ ցանում սրանք, այսենց, այնա դուզես, կարտոշկեն լավ բերքա տալին, լավ սենց, շատ այ կարտոշկեն, լավ էսա արագ հլը մի հատ արժ բայց ուտել է, մի հատ էսի սենց, մի հատ էլ սենց, ու հել ենք արագ էսել ենք ցանում, դով էսի, վսյո, էսա այսենց, վերջ, վսյո այկամ, Գնեն արիքին էլ հարի նոր արի։ լավ հասկացա, Նարեկը հել է, Նարեկ ջան ինչ կա աղբերս, բարև, Բարև աղբերս։ աղբերս գյուղապետը մեզ իրա մոտ է կանչում, Okay, գնանք, բայց այս գործը ավարտեմ ու գամ։ Դու գնա այս եկա։ Շատ չէ, ուզում իրար հետ ամեն ինչ անենք, արի ես իմ կողմից էլ քեզ այս կարտոֆիլները կտամ այսենց, Այստե գազանեն ենք, բայց ճանում են դեր կարտոֆիլը։ հա լավ դե, արի աղբերս, արի մա արագ գնանք մի հատ, վերջ, ասա գյուղապետ, Ուրեմն լսեք, մեր գյուղում կա այդ կրակի պակաս բան, մեզ հիմա շատ ուգլ ա պետք, քանի որ ուգլը մեզի շատ ա օգնում, ու մեզ լսա ուգլ ա պետք, հիմա դուք պետք է իջնեք գետնի տակ, ու դուք հիմա պետք է իջնեք գետնի տակ, որ վերցնեք այդ ուգլները, քանի որ գետնի տակ շատ կա ուգլ։ հասկացա, Նարեկ ուզում ես դե կարանք հենց հիմա էլ գործը սկսենք, բա որ կողմով մտնենք, Հենա տանեն կողքը մի հատ տեղ կա, այնտեղ փորենք, այնտեղ հատուկ տեղ էլի քարադրած։ Ձեր այդ աստիճանները կվերցնենք, որ ձեր համար հանգիստ իջնեք։ լավ հասկացանք մենք ես, լավ դե Նարեկ գնանք դե պատրաստվենք զենք բան ամեն ինչ վեկալենք ու իջնենք ներքև, Կարակ զինք բան վեկալենք, ստեսի վեկալում ենք, ստե, հիմա արագ հագնվում ենք ու գնանք Միքոյի մոտ։ Всё, գնացինք։ Միքո, վերջ արագ գամ, զենքերս վեկալեմ, ես բրոնիկս վեկալեմ, սրանք էլ, կիրկանել ու սրանք, այսենց վերցրիմ, արագ սրանք հագնում եմ, վերջ, սրանք հագա, այս սրանք վերցնում եմ ձեռս, այստեղ սրանք թող լինի, եսի կիրկանա, վերջ, գնացինք, Միքո, այնա Նարեկն էլ այկել, վսյո, Նարեկ ուր ես Նարեկ, հաստեղ ես, վսյո աղբերս արի դե գնացինք արդեն, այն կոմի մուտքով ենք չէ գնում գյուղապետ, Հա, ապրեք շատ։ դե վսյո արի աղբերս արի արագ, այստեղ էր է մոտավոր, հես աղբերս գտել եմ արի աղբերս հեսա, սի բացում ենք ունա ինչ մեծ փոսա, տենում ես, հիմա նարում հիմա նա ես մի հատ արագի մեջ ես ձեռս եմ վեկալում, դու ես իջնեմ աղբեր, դու իմ հետևից կարաս իջնես, օքեյ, համարյա, մի հատ իքստեղ ենք դնում արի, վսյո ես իջա, հիմա աղբեր ես աստ լիք ուգլներ կան, հիմա ես քանդում ենք որ տանենք գյուղացիների մոտ, հեն ատեղ լիք ուգլներ կա, սաղ քանդի աղբերս, Սվակել չունեմ, մորացը տունը։ ֆայկել դու չունես, վեկալան ես միստակը, հես եմ այդ արագ սրանք սենց քանդում ենք, արի աղբեր ես աստեղ լիքը կա, այտեղ էլ արագ հլը քանդեսը լիքը վերցնենք, մոտոր միստակ երկուստակ հավաքենք հերիքը, հես աստեղ էլ կա, արագ հլը մեծ սրանք հավաքենք, մի վարկյան, վսյո աղբեր ես ստենել ենք արագ հավաքում, իշխան կարում ենք շատ ենք հավաքում, ուրիշ ինչ էր, սյո ալմազ արա, արագ սրանք հավաքենք, հն մոտավոր քանի հատ ես արդեն հավաքել, ես 19 հատ արդեն հավաքել եմ, Ես էլ չեմ հավաքել, լուրջ, ժիլեզա էլ կա, կարանք ձերը ժիլեզա հետ անենք, գյուղացիները շատ կուրոխանան, ժիլեզա էլ տանենք, մեզ շատ պետք է գալի, լիքը լավ բաներ կանանք սարքենք սրանցով, էլ ինչ կա ստեղ, լսենց աղբեր ես քանդի, Ես ժիլեզա եմ հավաքում։ Հավաքի դու դրանք, հավաքի, վսյո աղբեր ես հիմա արագ ստեյնել քանդեմ, Վայ, արա մեզ երբ են գալու փրկեն, արդեն ուտելիք տելակչություն անում։ Ոբեր լսեցին ես ինչ սեներիս եմ ասում ես մեզ երբ են գալու փրկեն, արագ զենքդ վեկալ ձեռդ, զգուշարի,
Ով կա ստելը դուս եկեք։ Կկրակեմ թե չէ։ Մեզ վերջապես եկել է որ փրկեն։ Մեզ վերջապես եկել է որ փրկեն, խնդրում եմ քանդեք այդ պատը։ Ապրես մենք քանդեք էս պատը։ Հլկան ես արեք քանդեմ։ Ահա։ Ის ինչ տիղա։ Չո։ Իր գյուղացի։ Ապեր արեք զենք թլիչասրու, արեք զենք թլիչասրու, ես ինչ գյուղացիներ են ստեղ։ Ես ինչ անթրապես ստեղ կատարվում։ Դուք վերջապես մեզ եկաք փրկելու։ Մոտավոր 1 տարի այստեղ ենք գտնվում։ Հապարի արդեն վերջանում էր մեր ուտելիքները։ Մտնում էինք, փորում էինք, գետի տակից ինչ ասես գտնում էինք։ Մեր մոտ ունենք մի քանի ուտելիքներ, մի քանի գյուղացիներ մեզնից բացել են եւ այդպես մեր մոտ դեռ կա ուտելիքներ։ Հենա հնդեղ մի քանի գյուղացի մեկի գլուխը կտրված։ Գետնին սենց լիքը գազարներ եւ տենց հյութեր։ Աչիշտ ասում ես մի տարի աստեղ ենք, էլ չենք դիմանում ուտելիքներ արդեն քչություն անում, փրկեք մեզ։ Հա, մենք ձեզ կօգնենք, հլի մի հատ հիմա դուք մեզ բացատրեք, հլի մի հատ պատմեք ստեղի պատմությունը, ինչ է ընդհանրապես ստեղ կատարվել։ Իսկ ինչ ա եղել, ինչ վատ հոտ ա ստեղից գալիս։ Ինչ ա ընդհանրապես դուք եք ստեղ ընդհանրապես հավաքվել։ Հիմա մի հատ ինձի հստակ պատմեք։ Լավ, ուրեմն, ամեն ինչ սկսեմ ամենասկզբից։ Ուրեմն, ստեղ ազատ դաշտ էր այս գյուղի փոխարեն։ Ուրեմն, այս գյուղի փոխարեն ազատ դաշտ էր։ Ես ու ընկերս եկանք, ստեղ 2-3 հատ տունք կառուցեցինք, ու տենց ապրում էինք այս մեր ընկերների հետ։ Ու տենց մեկ էլ օրից մի օր մեր գյուղի վրա գալիս է մոտակայքում գտնվող ամենամեծ օվկիանոս եւ ամբողջովին ծածկում է եւ հավասարացնում է գետնին։ Իսկ հետո արդեն ռմբակոծություններ կրակել են տենց եւ մեր գյուղը հայտնվել է գետնի տակ։ Իսկ հետո արդեն խոտեր են աճել եւ ոնց հասկանում եմ հիմա վերևում գտնվում է գյուղ, քանի որ մենք այդտեղից շատ ենք ձայներ լսում, բայց մենք երբ որ ձեզ կանչում ենք այդքան էլ ուժ չունենք, որպեսզի դուք մեզ լսեք։ Այնա բախտի բերումով մենք ձեզ հանդիպեցինք ու տես մեր գյուղը հավասարվել էր այստեղ, հետո մենք մի քանի հոգի կային այնպիսի ուտելիք, որ նրանք չէին սիրում, այդպես տիպված չէին ուտում եւ մահացան։ Մարդիկ ունեին ֆոբիաներ այսպիսի տեղերից, դրանք էլ այդպես մահացան, մարդ կրխելակառվեց եւ այդպես շարունակ։ Հենց հիմա որ այսպես խորանանք էլ դուք ստեղ փորեք, հնարավոր է լիքը դիակներ էլ գտնեք։ Ու մնացինք ես ու ընկերս էս վիժիվան տարեցինք, հազիվ մեր ուտելիքի ճարը տեսնում էինք, հնարավոր է ուսես գետնային, տենց գետ հենդեր էլ գային, բիձև սպանեինք, այդպես շարունակ։ Ոբշեմ, շատ լավ է, որ դուք եկեք, որ մեզ փրկեցիք։ Հա, ես ձեզ հասկացային, ես ու ընկերս իջել էինք, որ ստեղից ուգլ վերցնեինք։ Մոտս նորմալ ուտելիք էլ չկա, կարտոֆիլ բանա, բայց դե լավ եկեք արդեն մենք բոլորով գնանք վերև, դուք էլ գյուղացիների հետ կծանոթանաք։ Լավ, դե եկեք արդեն գնանք բոլորով վերև ու արդեն դուք էլ կտենաք թե վերևում ընդհանրապես ինչ է կատարվում։ Դե եկեք գնացինք։ Այո, գնացինք։ Արին արեք, արի, գյուղացիներին վերցրա, ստեղից սրանք շարում ուտես մենք կհելնենք արագ վերև։ Այլ չեմ ձգում գյուղացիներն արդեն եկան։ Ոնց թե արի մի հատ գրկեմ, գյուղացիներին դեռ արդեն օգնես պարկել ես, ինչ է ստեղ կատարվում։ Ջան, գյուղապետ ջան, ինչ լավ է, ես քեզ կտայի իմ եղբայրի աղբեր։ Ոնց թե իմ եղբայրի աղբերից ինչ է ստեղ կատարվում։ Հլի մի հատ պատմեք ինձ հլի մի հատ, ինչ եք տեղ իրար գրկել։ Վայ, արի մի հատ պատմեք ինձ, հասկանամ ես ինչ է ստեղ ընդհանրապես կատարվում։ Ուրեմն, ինքը եղել է իմ նախկին գյուղացիներից մեկը, որ հետո անհայտ կորել է, փախել է իր ընկերոջ հետ այդ գյուղից եւ անհայտ կորել է։ Ու հենա իր ընկերն է։ Ախ, էլ չեմ դիմանում, ջուր տվեք, խմեմ, ախ։ Այս չեմ դիմանում։ Վայ, գյուղապետ ջան, հլի մի քիչ քեզնից պատմի։ Էս ինչ լավ գյուղացիներ ունես եկան մեզ փրկեցին։ Լավ, դե արդեն ամաչացնում եք մեզ։ Հենա, ես հիմա ձեզ կպատեմ գյուղացիներն ընդհանրապես ստեղ ինչ է կատարվել։ Փաստորեն եկել են ստեղ ազատ դաշտ եղել, կառուցել են մի քանի բաներ, հետո տենց օվկիանոսը եկել են գելա, այդ իրանց սարքած բաների վրա իրանք խորտակվել են, հետո ստեղ ռմբակոծել են, թե ինչ իրանք հայտնվել են գետի տակ, հետո տենց խոտեր աճել ու ստեղ կառուցվել է մեր այս 5 գյուղ, հետո մենք ապրել ենք, գնացել ենք այն ուրիշ գյուղ, այդտեղ ռմբակոծել են ու արդեն մենք եկել ենք նորից այս գյուղ։ Ու իրանք որ մոտավոր մի տարի գետնի տակ են եղել, տենց կենթայիներ են սպանել, բան տենց ոբշում գոյատևել են, կարճ
ասած, սենց բան էր, կարա գաք ստեղ սենց նստեք հանգստանաք, կոնկրետ ես հիմա շատ հոգնած եմ, շատ հոգնած եմ, դե չգիտեմ կարաք դուք իրար հետ ծանոթանաք, ես կոնկրետ ձեզ չեմ ճանաչում, քանի որ ես իմ նախկին գյուղից եմ արդեն սկսել գյուղապետին տեսնել, բայց դուք ոնց հասկանում եմ, որ գյուղապետը նախ անցած գյուղի գյուղապետ է եղել, դուք էլ տեղից եք եղել, տենց փախել եք, ես մոտավոր արդեն ձեր պատմությունը հասկանում եմ։ Դե լավ, ինձ թվում է օգնած կլինի, քանի որ մեծ տներից մեկը իմն է, մեկը Նարեկինն է, կարա գաք, նենցա մեր մոտ էլ գիշերեք։ Չէ, դուր բառա ես երկուսն էլ կտանեմ իմ մոտ։ Լավ, գյուղապետ ջան, ոնց կուզես։ Լավ, դե ախպերս արի։ Արի, մենք էլ գնանք քնենք, շատ հոգնած ենք, սմուտն էլ արդեն կընկնի։ Դե լավ, հաջողություն ձեզ։ Հաջող, ապրեք շատ։ Ոյ, գնացի գնամ քնեմ, այսօր շատ բարդ օր էր։